Կոնկրետ Հայաստանը այս առումով գիտեք ինչի է կարևոր, որ հստակ Հայաստանը ուղերձ է հղացել ամբողջ աշխարհին ուղղված, ըստ որի Հայաստանը շարժվում է առաջինը Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, Հայաստանը դեմոկրատիզացիայի այդպես ճանապարհը խորացնում է և Հայաստանը նաև պատրաստ է այնպես դիրքավորվել, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների հակասությունները այս տարածքում հնարավորինս մինիմիզացվեն և Հայաստանը նաև առաջարկում է այնպիսի մի ձևաչափ, որտեղ կարող են նաև որոշակի այսպես շահերի համադրումներ լինել և բոլորը շահել։ Այսինքն, տեսեք, մի կողմից հստակ է ուղերձը, հստակ է ճանապարհը առ այն, որ Հայաստանը ընտրել է եվրոպական քաղաքակրթությունը, եվրոպական քաղաքակրթական, այսպես ասենք, տարածքը, քաղաքական նաև տարածքը, որտեղ Եվրամիության անդամ դառնալու նպատակը նշանակում է դու նաև քեզ ասոցացնում ես փաստորեն այդ քաղաքական տարածքի հետ, դու ուզում ես դառնաս այդ քաղաքական տարածքի մասը, բայց մյուս կողմից էլ փաստորեն Հայաստանը նաև ասում է, որ ես չեմ ցանկանում, որպեսզի այդ հակասությունների մեջ մտնեմ, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կոնֆլիկտների մեջ մտնեմ եւ չեմ ցանկանում, որ որևէ մեկը ինձ օգտագործի դիմացինին հարվածելու համար։ Ու այս առումով նաև Հայաստանը հատուկ այսպես գրավչություն է ստանում եւ նաև որպես տրանզիտային, այսպես ասած, կարելի ասել երկիր նաև այդպես է դիրքավորվում